Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր համով նախուտեստ, որը բղբեղով է։ Կարող ենք ասել, որ մի քանի բղբեղա պետք մեզ, մի քանի պանիրի տեսակ ու թեթև համեմունք ու ստանում ենք հետաքրքիր համով ուտելիք։ Իսկ ինչ բղբեղներ ենք օգտագործելու, ուրեմն ես այսօր մենք շուկայից գտել ենք սենց հետաքրքիր քույներով բղբեղ, բայց կարող եք դուք այդ օրը չգտնեք, կարող եք կարմիր օգտագործել, կարող եք կանաչ կամ թեղին, բայց ամենակարևորը սենց երկանքին լինի, որովհետև ինքը փորելու ենք ու հետո լցնելու ենք իր մեջը ու անգե հետո թանագով կտրելու եւ ուտելու ենք։ Ուզում եմ ասել, որ բուլգարական բղբեղով էլ կանեք, բայց բուլգարական բղբեղը քանի որ սենց մեծոտ է, իրան սենց լիքը պետքա լցնեք ու իր միջուկը շատ կլինի, բայց էսի սենց համաչափ, բադարը թրսինին եւ ներսինին բալանսավորված կլինի։ So, այսօր այս հետաքրքիր Հիմա ինչ ենք անում, սկզբում թանագով այս բղբեղները պետքա մի թեթև ծակենք, բացենք, այսինքն մենք կարող ենք քարագուսի ցևով հանել մեջտեղից ու դուրս հանել։ Ես սուր թանագով եմ անում, դուք էլ կարող եք սուր թանագով անել ու մեջից դուրս հանել։ Մի հատը որ արդեն ցույց տամ, դուք կպատկերացնեք ոնց ենք անում այսպես, դենց փոս ենք բացում։ Մի քիչ ենք բացում, որ լավ լցնենք իր մեջ։ Հիմա այս բղբեղը մի թեթև խորտուփորտ է, ավելի որ շիտակ լինի, ավելի հեշտ կլինի, բայց it's okay։ Ստեղ էլ մի քիչ հանում եմ ու արդեն առաջի բղբեղը ստացանք։ Կարող եք, եթե ուզում եք այս միջուկը հանել կամ թողել, ես սիրում եմ թողել, որպեսզի իր այդ մանավանդ եթե գծու է, գծույթունը տա։ Այսպես Պիպ։ Մի թեթև բացենք ստեղ։ Այսինքն ոնց հասկացաք, ամենավերևում պետքա շերտը բաց լինի, կողքերը փակ եւ ներքևը փակ։ Բայց մենք հիմա ինչ ենք անում, որովհետեւ ես ընդհանրապես ովքեր որ ինձ շուտվանից հետևում են, գիտեմ որ ես ընդհանրապես waste չեմ սիրել, այսինքն թափոն չեմ սիրել, դրա համար հիմա այս միջուկները որ մենք հանեցինք, պետքա, քանի որ մենք իր մեջ միջուկ ենք անելու, այդ բղբեղները իր մեջ պետքա տնենք։ Մանր կտրատենք ու տնենք, այսինքն այս մի քանի շերտերը որ ունենք։ Մեկը արդեն քույնա, որը շատ հետաքրքիր կստացվի։ Իդեպ, մենք միջուկին պետքա տնենք կատնաշոր, ոնց տեսնում եք մենք շանախի կատնաշորն ենք օգտագործում։ Ունենք ստեղ սուլուկունի, կարող եք սուլուկունի կամ մոցարելլա օգտագործել, ես նորեն շանախինն եմ օգտագործում, ստեղ ունենք ընգույս, ստեղ ունենք կանաչ սող եւ կարմիր սող։ Այս բոլորը միջուկին ենք տնելու։ Կարող ենք բղբեղները մանրացնել սկզբում ու հետո կամաց շարունակել։ Ուրեմն, բղբեղները մանր կտրատում ենք։
Մի քիչ էլ ենք մարածում, որովհետև միջուկը պետք է շատ քրիմի լինի ու ինքը ավելի աննշան լինի։ Սրանք էլ ենք կտրատում։ Եթե գծու սիրում եք, իրականում կարող եք բղբեղները գծու օգտագործել, եթե գծու չեք սիրում, կարող եք քաղցր։ Այդ ձեր նախասիրությամբ։ Ուպս։ Բերում ենք այսպիսի ափսե, մեր կտրատած բղբեղները ավելացնում ենք։ Իրա վրա պետք է ավելացնենք կատնաշոր եւ պետք է կերենք պանիր։ Ինչ որ թաքուն գալիս է այնտեղից նկարում եմ, մտածում եմ ես ոնց եմ դուրս գալիս։ Քախնի գնում է, հա։ Գցի։ Գցեցի, էս է գցեմ։ Եգուր, սավայի սպորտ եգուր։ Ինքը բահնատ ուզում պրնացտի, որ ես սավայով եմ լվացվում։ Կերում ենք մեր բանիրը, կերիչով, կամ կերիչով անցկացնում ենք և ավելացնում ենք միջուկին։ Իրականում շատ արագ պատրաստվող նախուտեստի տեսակ է, մեկ լինում է, որ հյուրեր եք ունենալու և այդ րոպեին, չգիտեք, ինչ-որ խմիչքի հետ ուզում եք մի քանի հետաքրքիր բան պատրաստեք, էսի շատ լավ դարբերակ է, որովհետև ինքը խմիչքի հետ էլ է շատ լավ գնում ու համով է։ Եվ ասեմ, որ և փոքրերն են սիրում, և մեծերը։ Այս պանիրն էլ ավելացնեմ, ուրեմն հիմա գույմա տեսակ բղբեղները, կատնաշորը և հալվող պանիր, կարող է սուլուկունի լինի, կամ մոցարելա, կամ և այլն։ Հիմա պատրաստում ենք սոխը։ Սոխից շատ պետքա չառնեմ, այսինքն ինչքան և կանաչի մասը, այսքան լավ է։ Հիմա ներկտրատում եմ։ Սոխն էլ եմ ավելացնում, մնում է կարմիր սոխը և ընկույզը, չմոռանանք ընկույզը։ Մանր կտրատում ենք։ Ավելացրեցի կարմիր սոխը։ Հիմա ինչ մնաց։ Ընկույզն ենք կտրատելու։
մանրացնում ենք մի քիչ, որ ավելի միջուկը հետաքրքիր լինի։ Ավելացնում եմ անգույզն եւ մեզ մնաց համեմունքը։ Իսկ ինչ համեմունք եմ տնելու։ Ամենաառաջ աղը մի թեթև եմ աղը տնում, որովհետեւ կատնաշորը աղ չի պարունակում, մի թեթև սուլուկունին ունի, բայց կարող է անլի լինի։ Մի թեթև սև բղբեղ եւ ցիտրոն։ Կարող եք կամ ցիտրոն տնել, կամ չորացած անուխ, կամ չորացած օրիգանո։ Շատ լավն է։ Մի հատ կտալով խառնում եմ։ Այսպիսի զանգվածք ենք ստանում։ Գույնավոր, հետաքրքիր, երկու պանիրի տեսակ, ընկույզ եւ կանաչ ծող։ Արդեն հոդը հեքիաթային է։ Մի քիչ եմ ցիտրոն ավելացնելու։ Այս պատրաստ է։ Ուրեմն ոնց ենք անում, այստեղ լցնում ենք, այսպես, մի թեթև սեղմում ենք, որպեսզի ինքը մաքսիմում իր մեջ վերցնի։ Այսպես պետքա փակենք կողքերը։ Ամենեգուն երկու հատ ատամնագրգիծ կարող ենք տնել եւ արդեն ինքը պատրաստ է։ Եվ այսպիսով մեր անուշիկ բղբեղները լցնում ենք։ Կամաց։ Այսինքն հետաքրքիր զագուսկի է ստանում չէ, ստացվում։ Զագուսկին ճիշտ ասեցի, ստացվումը ճիշտ չասեցի։ Զագուսկին ստեղ եմ սովորել Հայաստանում։ Ես չգիտեմ, եթե մեզ նայողները հետևում են մեր էջերին, այսինքն համի կախնիկին կամ իմ էջին յա մի բայ շաղ կամ շաղիկ Երևան, այնտեղ հետաքրքիր մասեր կտնենք այս մեր հաղորդումներից, որովհետև այնքան խնդալիք մասեր է ստացվում, որ չեք պատկերացնի։ Իրականում շատ հետաքրքիր է անցնում մեր նկարահանումները։ Լիլիթը կուքի է ապաշանում, քայլելով օպերատորներ, պրոդյուսերներ, դենց։ Տեսակ ինչ հետաքրքիր ակույները ստացվում։ Սենց լցնում ենք։ Դուք պատկերացնում եք համը ինչքան համով է լինելու։ Այո։
Տեսակ, դուք չեք պատասխանում, բայց իմ ստեղ օպերատորները պատասխանում են։ Դե մեկը այսօր կպատրաստեք, ինձ կասեք։ Մեկը չեք դիմանալու, մեկը սիրունություն նայեք, համովություն, շքեղություն, հայկական բղբեղություն։ Մի քիչ խորթուփորտ է, բայց կստացվի։ Դու պատկերացնում եք, էսի որ եփի ինչքան հետաքրքիր գույն է ստացվել։ Ես արդեն պատկերացնում եմ։ Իրականում մենք արդեն չերոցը պատրաստել ենք 180 աստիճանի, որպեսզի այս որ պատրաստ լինի, միանգամից տնենք, եփենք։ Դե ինչ, տանենք չերոց, որպեսզի եփի, մի հատ սուրճ խմենք, մինչև պատրաստվի, հետո համդեսենք միասին։ Դե ինձ սիրելիներս, արդեն կարծես թե մեր բղբեղները պատրաստ են, կարող ենք հանել չերոցից եւ տեսնել ոնց է ստացվել։ Հոդը, վաու։ Ինչ։ Ուզում էի մոտիկ նկարեք, կնկարես մոտիկ էցածիս։ Ես իրականում շատ չեմ խմում քաղցր բաներ, միան մանգո, միան ես եմ խմում մանգո։ Բայց չգիտեի սիլինն է։ Գնացինք։ Այ, բարեցա։ Հետո մի հատ նայեք։ Ով է ստանում սենց բան, մի հատ նայեք։ Մի քանի հատ կանացող ավելացնենք վրան, դիզայն։ Մի քիչ ցիտաբտրից հետ։ Եվ ոնց հասկացաք, արդեն պատրաստ է։ Երևի պետք է միասին մի հատ փորձենք։ Հիմա ուզում եմ փորձեմ։ Հոդը իդեալական։ Որ քույրը փորձենք։ Թեղինը լավ։ Երևի մի քիչ էլ կփոքրացնեմ եւ կուտեմ։
հետաքրքիր համադրություն, բեղբեղը իր համը տվել է այդ պանիրներին, պանիրները ավելացրել են ինչ-որ խորություն ու ինքը շատ թեթև է։ Ամեն ինչի հետ գնում է, կարաք նույնիսկ կողքը մի հատ աղցան պատրաստեք ու վերջ։ Մի հատ եմ ուզում ուտեմ։ Անգուսն էլ է շատ համով։ Դե ինձ սիրելիներս, մեր այսօրվա պաղաթյադոմսը արդեն պատրաստ է, հույսով եմ հավանելիք եւ անպայման կպատրաստեք, ինձ կգրեք ձեր կարծիքները, ինչպես է ստացվել, հավանելիք կամ ոչ։ Չմոռանաք մեզ միանալ ամեն օր 17:00 ու եթե չհասցնեք, երկրորդ օրը ժամը 9-ին առավոտը բացեք ու նայեք մեզ։ Անպայման գտնելու եք համով պաղաթյադոմս ու մեր հետաքրքիր պատմությունները, մի խոսքով ձեր օրը դարձնելու ենք շատ համով։ Եվ չմոռանաք հետևել մեր էջերին, Համի Գաղտնիքը եւ Յամի Բայշախ։